Նոր քայլել սովորած 1 տարեկան այս բալիկների առաջին օրերը մանկապարտեզում ամենադժվարն են անցել։ Նոր անծանոթ տեղում ծնողից բաժանվելը եւ մի քանի ժամով նրանից հեռու լինելն արդեն անհարմար վիճակ է ստեղծել, բայց օրորի բաժանման պահերը սկսել են հաղթահարվել, թեկուզ անծանոթ միջավայրում փոքրիկն արագ մոռանում է ամեն ինչ։ Շատ քիչ կհուզվին մաման կա ու վերջ։ Հենց կգան խմբասենյակ արդեն երկով պարով, իրանց հետ մենք խաղում ենք ու վերջ։ Իրանք մոռանում են մամաներին։ Առավոտվա հուզմունքն ու լացը մանկան պարզ ու զուլալ աչքերում արագ ժպիտով է փոխարինվում։ Դաստիարակ դայակների հոգատարությունից բացի մանկապարտեզի մսուրային խմբում վաղ տարիքի երեխաների խնամքն ապահովելու համար ամեն ինչ կա։ Խմբասենյակներից մեկը վերանորոգվել է, նոր գույքով կահավորվել, բավարար պայմաններ են ստեղծվել, որտեղ 15 փոքրիկների են ընդունել։ Սկզբից կիրառվեց փափուկ ադապտացման ընթացք։ Ծնողների հետ եկան երեխաները, բաժանվեցին ենթախմբերի, տարբեր ժամերի, ասենք այսպես ժամերով մնացին, մեկ ժամով մնացին։ Մանկապարտեզի տարածքին խմբասենյակին, իրենց հետ աշխատող մանկավարժներին, աշխատակազմին, այսպես ընտելացան ու այսպես աստիճանաբար բաժան սահուն ընթացավ։ Գյումրիի մանկապարտեզները 30 տարուց ավելի է 1-ից 2 տարեկանների համար մսուրային խմբեր չեն ունեցել։ Համայնքապատկան 2 մանկապարտեզներում պետական միջոցներով ներդրված փորձնական այս ծրագիրը աշխատող երիտասարդ մայրերին է օգնում, հնարավորություն ստեղծում նախատեսված ժամկետից շուտ աշխատանքի վերադառնալ։ 1.5 տարեկան է, հաճույքով արդեն սկսել է գալ։ Բուջուրի համար ամենակարևորն է, որ տամպես ընդունում են, սիրով ընդունում, սիրով ճանապարհում։ Հնարավորություն է հատկապես աշխատող ծնողի համար, որ կարող ենք համատեղել աշխատանք, ընտանիք, բալիկ։ Այս խմբում ընդգրկված սաների ծնողները հիմնականում աշխատող ծնողներ են, կամ որ չեն աշխատում, բայց եթե երեխաներին բերել են, իրենք ավելի շուտ կամ իրենց ֆիզիոլոգիական արձակուրդից կվերադառնան կամ աշխատատեղի մասին կմտածեն։ Բոլորն էլ շահագրգիռ են, որ եթե բերել են, պետք է իրենք աշխատեն։ Երեխայի խնամքի ու զարգացման առանձնահատկությունները հաշվի առնելով են մսուրային խմբերում կազմակերպում նրանց հետաքրքիր առօրյան։ Գույնզգույն խաղալիքներն ու ուսուցողական պատկերներն են փոքրիկների աշխարհը ճանաչելու եւ շրջապատն ընկալելու ամենապարզ միջոցները։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հաստատած կանոնակարգով 2 դաստիարակ, 2 դայակ եւ 1 բուժքույր են աշխատում փոքրիկների հետ։ Մենք վաղ տարիքի խմբի հետ ունենք այնտեղ կանոնակարգային պահերը, լրիվ գրված է, մենք այդ կանոնակարգով առաջ ենք գնում, բոլոր պահերը, մանրամասները կան երեխայի դաստիարակության, զարգացման, սնունդի, ակտիվ զբոսանքի, ակտիվ խաղի, այդ ամեն ինչը մշակված, ֆիքսված կա։ Հիմնականում թե գիտենք, այստեղ երեխաներին խաղն է, խնամք եւ խաղ։ Փոքրիկների հետ հիմնականում շատ քիչ է մեզ տված պարապմունքի ժամերը, 3 րոպեից մինչև 5 րոպե, շան նկարենք գրատախտակին, շունիկի, փիսիկի, այդ եշկեր ենք տնում, երեխաները վազում ցերկով, համ շունիկին են ցույց տալիս, համ փիսիկին են ցույց տալիս, ոնց որ թե պարապմունք լինի, բայց խաղի տեսքով։ Շունը որտեղ է։ Ապրես, իսկ փիսիկը։ Ֆիզիկը ո՞նց է մլավում։ Հուսո առագաստ մսուր մանկապարտեզի փոքրիկները հարմարվելու շրջանն արդեն հաղթահարել են։ Տան միջավայրից դուրս նույն ընտանեկան ջերմությունն են ստանում փոքրիկները։ 1-1.5 տարեկան երեխաները մտերմանում, իրար հետ խաղում, զբաղվում են։ Սնվում, քնի ռեժիմն էլ չեն խախտում։ Առաջ օրերը մենք օրորում էինք, բայց ծնողներն ասեցին, որ օրորել պետք չէ, իրենք է պարգեցին կքնեն։ Պարկում ու քնում են։ Կան երեխաներ, որոնք արտանում, լալիս են, մյուսներին արտասնում են, բայց էլի օրորելու միջոցով քնեցնում ենք բոլոր երեխաներին։ Ամելին է, մի տարեկան, 6 ամսական է, շատ պարզ խոսում է, իրեն տարեկին համապատասխան, շատ այսպես պարզ խոսքեր է ասում, մի քիչ ինձ հետ է կապնված, առանց ինձ հենքում չի գնում։ 2 մանկապարտեզների մսուրային խմբերում ընդգրկվել են այս տարիքային խմբում հերթագրված երեխաները։ Այս պահին երկուսում էլ իրենց հերթին են սպասում 25-ական երեխա։ Փորձնական ծրագիրը Գյումրիից առաջ ներդրվել է Երևանում եւ Հրազդանում։
Նախատեսվում է պետական բյուջեի միջոցներով մսուրային խմբերի հասանելիություն ապահովել նաև խոշորացված համայնքներում։ Մարինե Տերբինյան, Վահագն Բարաքյան, Հորիզոն։